Ժողովուրդ ջան, Ձերանայի դժկան եկավ ռեստորանից, բոթասները փոխեց, կուրտկան փոխեց ու գնացինք սիրելիներս, գնացինք քայլելու։ Գարաժի դուռը փակել մի հատ։ Սա Սերժը սպասում է մի օր արև լինի, այս ամբողջը կարշերով դիլվացվի, այս կողմը հյուսիսի կողմն է, դրա համար միշտ այսինքն սպիտակ գույն է, պատկերացեք լնայեք ոնց է կանաչ է։ Գիտեմ, որ շատերը շատ եք սիրում մեր բակը որն է, իմ դաշտավայր, իմ մոտ նես չի, որ կան որոշ տներ չէ, սեփական, որ ամեն ինչը սենց մինիմալիստ, բայց մերը քանի որ ամայի վայրերում է գտնվում, սա ոնց որ ավելի շատ ռանչի է նման, քան ինչ-որ մի բանի էտա, ինչա, ինչ-որ մի սեփական տներ են, որ վիլաներ։ Դուրս եկա մտածելով, որ քամի չկա, բայց արի ուտես լավ քամի է, և մի հատ կուրտկա սխակնեմ, ոչինչ, պրոբլեմ չի, ես դուդովի կուրտկան տակ է պահում, լավ, գնացինք։ Եկա պիտի մամայի հետ գնայինք, ասեցի, չէ, գազի բալոնը լցնենք, ասեց Անայիդ, վեր կացավ, ասի, մամ, մեկերան չեմ կանգնացնում, վեր կաց, գնացինք, համի մի քիչ ասեցի, թող դուրս կա, էլի, այդ ոտքի բանը, այդ վերքը այդքան ցավացնում է այս քանի օր, ամիջապես զանգեցի բժիշկին, վաղը գալու է, այդ ասեցի գնանք մի քիչ համել քո համար գնումներ կանես, եկել նայեցի, ասի մամ ուզում ես չգնանք, վաղ առավոտ գնանք, որտեղ բժիշկը վաղը ճաշից հետո է գալու, ասեց Անայիդ, ասեց գնացի, քայլեցի, ահագին գնացի եկել եմ, ասի ապրես, ասի դու մեզի օրինակ, մենք քեզանից օրինակ դիվերստենք, Էտա բանը, ասեցի վաղ կգնանք, երբ կուզես, երբ կցանկանաս, պրոստ այդ դաժե ես կարա ինքը չգա էլ, ես գնամ մենակս կլստեմ, ուղակի ինադու եմ հանում դուրս իրան, որ դուրս կա մի քիչ տնից էլի, անդհատ այդ նույն դիր բանը տան մեջ, չնայած հեսա որոշել եմ տանեմ մեր կողքի քաղաք, գնանք ռեստորան, եկա մտա մեր բակը, տեսնեմ մի հատ այս կողմից հլեն տեսնենք տունը, ինչ է իրանից ներկայացնում։ Սա է երեխեք տնի տունը այս կողմից, այն էլ Սերժի փայտերը, մամայի տունը, շատերից հարցում եք ձեր մաման ձեր կողքն ապրում, հենա իրա տունն է երեխեք ջան, այս փոքրիկ այս կրիշը տեսնում եք, այս հատվածը մեկ է այն մի պատուհանը, դա մամայի տունն է։ Այս է, այստեղից, այսից։ Մնացածը մերը։ Վալա։ Տեսակ։ Այս էլ Սիրգեյ Սիրգեյևիչի փայտերը։ Սա է մեր տունն ավելի, մեր բակը ավելի նման է վայրի սովաժ, էլի, որ ասում են, նես չի, որ սենց ամեն ինչը մինիմալիստ, եթե մենք ցանկանայինք անել, բասեինով, բանով, ուղղակի ստեղ բասեինը աբսոլյուտման պետք չի, որովհետև մեր մոտ միշտ քամի և ցուրտ է, և սարքելու մոմենտն էլ ասեմ, չեմ թաքցնում, եթե ես որոշեի ու մի գեղեցիկ օր տունը սարքեի նենց ոնց որ շատ սեփական տներ, ռանչեր սենց իրա ուղիներով, ծառուղիներով և այլն կարող էինք, բայց այդ ամեն ինչը կապված էր գումարի հետ և վայրի համար, որտեղ մենք ապրում ենք, չէր սազում։ Սա ուղղակի, ոնց ասեմ, կարայինք բասեին էլ անեինք և այլն, բայց շատ էի մտածում, բասեին մի ամսվա համար ընդամենը այդքան ծախս չարժի։ Ավելի լավ է այդ գումարը ծախսեմ, ամեն տարի գնամ տարբեր երկրներ հանգստանալու։ Ձեզ ճշմարտությունն ասում եմ, երեխեք ջան։ Բայց մի գեղեցիկ օր, եթե մի օր ասենք ունենանք թորնիկներ և այլն, որ զգան, որ իրոք կարիք կա, միգուցե թե կսարքենք, չգիտեմ։ Դա արդեն մանավանդ Սերժը հիմա թոշակի է, արդեն կարող է ինքը իր տան համար սարքել, բայց ինչպես ասում են, ով կոշիկ չունի, կոշկակարը։ Տենց բան էր երեխեք ջան, դե լավ, ես մի քիչ երաժշտություն լսեմ։ Գեղեցկություն, մեր ճանապարհը, և ես քայլում եմ արդեն երեկվանից եմ սկսել, նակալենիկս հակա և դուրս եկա, դե լավ, սիրելիներս, ձեզ համբերություն, Անայիդին նմանապես
բարձրակաթով պատրաստում են սապոն, օճառներ, կրեմներ եւ շատ տրենդային ոնց է, շատ ընդունված բան է, էլի։ Հատ խնդրում եմ նայեք, նենց է լավ է կանգնել։ Այս մեքենան չի դանդաղացնում։ Տուրական մարդիկ են, տեսնում եք, հեսա որ նկարահանում են։ Քանի հատ է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, ահա գիտեք կա, են կողմն էլ կա ոնց, 20 հատ էլ են կողմն են։ Ահա նոր հետևորդուհիներ ջան, ասում եք Անայի տիկին Անայդ որտեղ եք ապրում։ Այս ամայի եւ ոչ ամայի դաշտավայրերում։ Ահա։ Այն օրը սիրալույսը լավ ծիծաղացել էր իմ ասածի վրա։ Այս էլ մեր հերվից մեր փոքրիկ վիլաժի, որտեղ որ մեր սկեսուր-սկեսարից գերեզմանոցն է, այդ վիլաժի եկեղեցին է։ Սա էլ ասել Անահիտչկային ցույց եմ տալիս ամեն ինչ եւ ոչինչ։ Այո, սիրալի ջան, տենց է, ամեն ինչ եւ ոչինչ։ Пожалуйста։ Մի երիտասարդ աղջիկ ուժեղ կարիերայի են բարձունքի ժամանակ ու մտքով անգամ չեր անցնի, որ կբնակվի այսպես ամայի դաշտավայրում։ Տեսնում եք ճակատագիրն ինչքան ճիշտ բան է։ Տեսնում եք, որ մենք չենք մեր ճակատագրի տերը։ Երբ որ ծնվում ենք մեր ճակատին, մեր գլխին արդեն ամեն ինչ գրված է եւ աստղը եւ ամեն ինչը։ Այսօր ինչքան մարդ են ինձ կանգնում բարևում, այ մարդ քեզի չաթինը չեմ ճանաչում։ Դրա համար սիրելիներս, ինչ էլ անեք, ճակատագրից են կողմ մենք չենք գնա։ Բայց մի բան էլ ասեմ, երբեմն Աստված բերում է այսենց նավ է ուղարկում, որ փրկվենք։ Ասում եք չէ, սպասում ենք անձամբ Տիրոջը, որ իջնի մեզ փրկի։ Երկրորդ անգամ ուղարկում է, էլի չեք գնում։ Երրորդ անգամ այդ պատմությունը բոլորդ եք գիտեք։ Աստված նայում ասում այ բալաջան, մեռա քեզ հետևիցդ նավ ուղարկելով։ Դուժելի դու չես հասկանում, որ ես քեզ օգնում եմ։ Դրա համար որոշ ժամանակ ճակատագիր նաև մեր ձեռնը, եթե չարը չմտնի։ Ես շատ ծանոթներ ունեմ, որ կարող էին իրենք իրենց ճակատագիրը 360 աստիճանի տակ փոխեին, ուղղակի սխալ գնացին դեպի այնտեղ, որտեղ չարն էր տանում իրենց։ Դրա համար սիրելիներս, ես այսօր դուրս եմ եկել քայլելու եւ նայում եմ այս հրաշալի բնությանը եւ Տիրոջը շնորհակալություն եմ հայտնում, որ ես ապրում եմ սենստեղ, որովհետև այստեղ ոնց որ օդն է մաքուր, նենց էլ մարդիկ, իսկ ձեր Անահիտը բացարձակապես չմտածեց անգամ մի հատ շարֆ գցի իր վզին, այս կնոպկեն այնքան դժվար է փակվում, այդ բարձրացնենք երեխեք ջան, ալա, եւ շուտ գնամ տուն, արդեն մրսեցի։ Այդպիսի բան էր, երաժշտություն էի լսում եւ զգացի, որ չէ լավ բան չի երաժշտություն լսելն ու քայլելը ականջակալներով, մեքենաները գալիս են չեմ զգում, մոտենում է Անահիտը իր ծառին, այսօր ամպերն ենքան մաքուր են, սենց գլատկի, վաղը մեր մոտ արդեն այսօրվանից քամին դուրս եկա, վաղը մեր մոտ լավ քամի է, ահա հասնում ենք իմ ամենասիրած տեղերից մեկը, չգիտեմ ինչի ես այս ծառը սիրեցի, ահա ժողովուրդ ջան, սա էլ մեր ծառը, Աննա ջան, ես էլ քո համար, են որ ասում էր Անա, այդ վաղուց չես գնում, այո, շատ ճիշտ ես ասում, որ ամեն օր քայլում էի, սա էլ տոնածառ, ամեն օր քայլում էի, գալիս էի, անցնում էի այս կողմով, նկարում էի, կանգնում էի, բայց Անահիտը ձեր թամբալացել է։ Մոտիվացնում եմ բոլորիդ, որ դուք էլ դուրս գաք քայլեք, մաքուրոտ շնչեք, որովհետև ինչքան է տան մեջ գործ ենք անում, այսենց, անդադ այսենց, չենք քայլում, մեծ քայլեր չեք անում,
Եվ դա իհարկե քայլել չի, դա կոչվում է ինքներս մեծ տանջել։ Հիմա ես գնում եմ տուն եւ անցնեմ շարունակեմ իմ գործը 3 տեսակ որ սկսեցի դասավորել այդ էտաժերը եւ այլն, սեղանը փոխելը, ձևափոխելը, գնամ այսօր ավարտեմ։ 3 երեկոյան դիվանի վրա մտածեցի թե ինչ պետք է անեմ։ Գնամ դա էլ անեմ, ավարտեմ ու հանգիստ այդ մի կողմը կմաքրվի, վաղնել բժիշկն է գալու մամային, մամայի մոտ, հետո նոր բժիշկը կգնա, նոր կգնանք մամայի հետ իր գազը կլցնենք։ Եվ ձեզ սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես պատրաստվում եմ դուրս գալու մամայի հետ, ահագին գործեր ունենք շատ կարևոր, այսօր մեր պլանները լրիվ ամբողջությամբ փոխվեց։ Ես ինձ թվում է ոչ մի ուրիշ բան չեմ հագնի, որովհետև իջնելու ենք խանութ դուրս գանք, բայց մտածում եմ, երևի ես պիտի քայլեմ ահագին։ Կարող է ցուրտ լինի, на всякий случай ես մի հատ վերարկու վերցնեմ։ Ես վերարկուն վերցրեցի, ամեն ինչը, այս լույսը վառած աստեղ։ Մենց արև, երեխեք, քեզ թվում է թե լույս է վառված, փեղկերը փակել եմ, այս թուղթը իր տեղը չի, սա գնում է վառարանի մեջ, վերարկուս վերցրեցի, ժողովուրդ ջան, նստեցինք մեքենան եւ գնում ենք արդեն մեր գործերով, մայրիկը ասեցի ես երեքտես, որ մայրիկը գազ չունի։ Բարև ձեզ, մերն եմ ձեր ջանի, բարի լույս, բարի առավոտ, ցանկանում եմ ձեզ Փորձանք, խաղաղ, երկինք, ապրեք, երջանիկ, ինչ ասեմ ձեզ, այնքան բաներ կա ասելու, ասում շատ բաներ գիտեմ ասելու, բայց ձայնս չի գալիս։ Դրա համար գիտես ինչ, ավելի լավ է, մենք մեր մեջ մտածենք, հիմա ժամանակն այնպիսին է դարել, որ դժվար է գտնել քեզ համապատասխան մեկին, որ կարողանաս եւ այլ բաներ։ Միայն քանի որ մենք գնում ենք էլի մեր փոքրիկ քաղաքը զբոսնելու, դոկումենտացիայի հարցեր կա եւ այլ, այս ճանապարհը ինչ որ անկախ մեզանից խոսելու, զրուցելու բանի հնարավորություն է տալիս, որ ասենք, որտեղ տանը անայտը անչափ զբաղված է այդ թղթերով, դոկումենտացիայով, իր հոգսերով եւ այլ, առիթ չի լինում։ Ես ժամանակ ոնց որ առիթ է լինում ավելի հանգիստ խոսելու, հանգիստ զրուցելու համար։ Ես ձեզ շատ եմ սիրում, անչափ սիրում եմ։ Այսօր ես ինքս նստած նայում եմ ու ինձ մտածում եմ, բաներ կա, որ կարդում եմ, ասում, պիտի նախանձը չարությունը եւ այլը բոլորը նախ անդրադառնում են հենց այդ տիրոջ վրա, հետո արտաքին աշխարհի վրա։ Դրա համար էլ ես իմ մեջ ամփոփում եմ, էլի ասում եմ, լավ է որ իմ երեխեքի մեջ, իմ ընտանիքի մեջ այդ չարությունը նստած չի։ Մինչև հիմա ես ինձ այնքան հբարտ եմ, այնքան ուրախ եմ, որ ես ուղղակի ուզում ներկայացնեմ իմը, էլի, կներեք, որ ես փոքր եմ, ամենափոքրը արդեն 53-54 տարեկան է։ Ես եղբայրս ես չեմ, որ մեծ հարգանքով են խոսում իմ հետ։ Մինչև անգամ այն հին հələ դաստիարակությունը կա, որ ես մտնում եմ նրանք ոտքի են կանգնում բոլորը սիրով, զգում ես, որ ոչ մի հատ կեղծություն չկա։ Այդ մի կողմանի չի։ Ասում մի հատ խոսք եմ ասում, Անահիտը միշտ կրկնում ասում, ձեռքը լվանում, երկու ձեռքը երես է լվանում։ Պիտի երկուսով լինես, պետք է ինչ ասեմ, պիտի լավություններ, ամեն ինչներ պիտի երկկողմանի լինի։ Դրա համար ես ցանկանում եմ, ես որպես ձեր ծնողը, ձեր ամենամեծը, ձեզ հարգողը, ցանկանում եմ, որ դուք լինեք մաքուր հոգի, բարին մտածեք, նախ առաջինը, որ ձեր առողջության վրա թող լավ անդրադառնա։ Ես ցանկանում եմ ձեզ, ուզում եմ ասեմ, այս խոսքս ինչի երկարացի, որ ես ցանկանում եմ առողջություն։ Մի հատ խոսք ունենք, մենք այդ լենականցիներ են ասում, ամեն մեկի յարեն իրան ցավ կուտա։ Դրա համար ամեն մեկը ինչ որ ուզում է երեխին սիրես, ամուսնուն, բոլորին, բայց ամենաշատը դու պիտի քեզ հարգես։ Նախ հարգանքը այն է, որ կարողանաս քեզ գնահատես, որ դիմացինը գնահատի։
Եվ այդ ժամանակ արդեն քո առողջությունն էլ ապաշտպանվում, դիմացինի հարգանքն էլ ավելի մեծանում քո նկատմամբ եւ այլ բաներ։ Սիրում եմ ձեզ, զրուցել սիրում եմ ձեզ հետ։ Անկախ ինձանից բարերա գալի, անկախ ինձանից թեմայա գալիս, անկախ ինձանից ես ձեզ տեսնում եմ կարծես թե։ Ես ձեզ տեսնում եմ, ես շրջապատված եմ ձեզանով։ Սիրում եմ ձեզ անմնացորդ։ Աշխարհի ես երջանիկ եմ, գիտեք ինչի համար։ Այն որ իմ աղջիկն է ասում էլի։ Ասում է, մամա ասում է, այնքան ուրախ եմ ես, որ Անահիտը կարողացել է քեզ հետ միասին ցույց տալ, ձեզ ներկայացնել, որ ասում է ամբողջ աշխարհը, մամա, մենք քեզ սիրել ենք, մենք քեզ գնահատում ենք, բարեկամներն են շատերը քեզ սիրում են, գնահատում են, քո հարգանքի, քո վերաբերմունքի համար, բայց աշխարհը, Ավստրալիայից, Ամերիկայից, Կանադայից, աշխարհի բոլոր ծայրերից, այնտեղ որտեղ բնակչություն կա, ուրեմն հայ կա։ Հայերը կարողանում են կարտալ, գնահատել իմ էությունը, հարգել իմ մեծությունը։ Ես դրա համար անչափ եմ զգացված, անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Դες հիմա խոսալու ժամանակ ես իմ ձեռքս դնում եմ իմ հոգու վրա, որ ես հոգով եմ ձեզ սիրում, ձեզ հոգով եմ հարգում։ Ցանկանում եմ, որ ինչ ասեմ, ձեր հոգիներն ավելի պարզ լինի, մաքուր, զուլալ, ջրի նման, որովհետեւ կարողանա ձեր հոգին մաքուր լինի, որ դուք առողջ դատեք, հոգով դատեք։ Համբերում եմ ձեզ անմնացորդ, սիրում եմ ձեզ, ցանկանում եմ երկար տարիների կյանք, ինչպես ես եմ։ Ապրեք իմ նման, երկար ապրեք։ Բոլոր գործերն արված է արագության վրա։ Մամային ասեցի նստի մեքենայի մեջ։ Դե բնականաբար այս ադմինիստրատիվ գործերն արված է, մի քիչ կայծակություն եւ անցա առաջ առանց հերթի, բանկի գործերն էլ եմ արել, հիմա գնանք մամայի հետ նվեր ունեմ գնելու, ես ամեն տարվա վերջ իմ բժշկին, իմ թերապևտին լավ նվեր եմ անում նոր տարվա կապակցությամբ, որովհետեւ ինքը արժանի է, ամեն անգամ հենց զանգում եմ, գալիս է մամային տեսակցության լրիվ, ստուգում, դեղեր, բան, նես չի որ, ու արդեն այդ բժշկական սիստեմը քիչ է մնացել Ֆրանսիայում, որ գալիս են տուն։ Դրանք հին բժիշկներն են, դրա համար շնորհակալություն եմ հայտնում իմ ամբողջ ընտանիքի կողմից եւ գնամ մի հատ հրաշալի զամբյուղ իր համար անեմ։ Գնացինք մամ ջան, դու քո շաղյուն վերցրա, ահա։ Մաման ինչ ես քո տելեշկեն վերցնում, մի հատ խնդրում եմ ժողովրդին ասա։ Ինչ ես դու քո տելեշկեն առանձին վերցնում։ Երունի կարմեն կտնեմ դրանց խանութի մեջ։ Դուք իրա հետ գնալուց ես այդա չի, անչափ ուշադրի է, Վայրենի ասում, վայրենի, տեսնում եք երեխեք ջան, ահա։ Այ տենց է էլի, պոպոկ, չէ, պոպոկը հետո կարնեմ ես Ֆիլտր կոֆեի ֆիլտր, հա, գնացինք մամ ջան, ահա, անցնենք լիմոնի, կակրած, լիմոն չունեմ, ես հիմա քանի որ ուժեղ ռեժիմի մեջ եմ, լիմոն, էսի բիոլոգիչկի է մամ ջան, գնացինք, չէ, դու մի առ, մերն եմ արել, հանգիստ գնա, շատ ես լիդլի բանջար, մամային ասի, մամ, ես ոչ է բանջարեղենի խանութն եմ սիրում, ոչ է, ես ես լիդլինն եմ սիրում, մանգոն, մանգոն լավն է, մի հատ մանգո վերցնի, ինչի մամ ջան, մանգո կեր, մանգոն էլ է շատ լավը, շատ, չէ, ես առել եմ կուտես, սրանից վերցնեմ, մի հատ ուզում եմ սալատ պատրաստեմ, ինչ արժի ֆրուի պասյոն, ես ինչ լավ էժան է, 2 եվրո 3 հատը, ուրեմն սիրելիներս, եկեք սենց հեռվացնեմ, չէի նկատել, ինձ պետք է պատատը դուսեմ, մի վարկյան, ուսը գնեցի, մտածում եմ, անանաս գնեմ, թե չէ, չգիտեմ, անանասի մոմենտով մտածում եմ, եկեք մի հատ փոքրը գնեմ, Все-таки անանասը էլի սազում այդ ընդհանուր բանի այդ սալատի մեջ քիվի ունենք, եթե չեմ սխալվում, Սերժը գնել էր։ Հեսա մեռնեմ արևիտ, այդ տանձը շատ լավ է, այն որ Սերժն անենց ռեցեպտ է ուզում սարքել տանձից, բայց արի ուտես հիմա չեմ կարայել սարքեմ։ Մամ, քիվին եմ նայում, քիվի, քիվի, չէ, այստեղ չկա, ավոկադո եմ նայում,
Լավ ավոկադո իմ սիրած չկա։ Էդ եմ նայում մամ ջան։ Չկա, չէ։ Չէ, չկա ավոկա։ Լավ ավոկադո չկա մեռնեմ արևի, չուկա։ Հələ տեսնեմ, ինչ տանձա, որ երկար տանձերն, հա։ Հասած է, գիտես ոնց։ Հա, մամ ջան, ձերքս զբաղված է, 4 հատ էլ ինձ դիր էլի դրանից։ Այսօր դու իմ ասիստանտն ես։ 4 հատ, հապալաս։ Ուրեմն սալատի համար ինձ պետք է հապալաս։ Այ։ Մեղտի։ Հապալաս 299։ Գինը 299 երեխեք։ Այս փոքր բանը։ Մալինա չկա։ Մալինա էլ կուզեի լցնեի մեջը, կարմիր մի քիչ միրգը կարմրացնեի։ Բանան, գիտեմ որ մի բան պետք է գնեմ։ Բանան եւ բանանով եւս նաեւ խմորեղեններ պետք է պատրաստեմ։ Չեսա, լավ է, չի գեղեցիկ չերեսի լավն է։ Ինձ վերցեցիր 4 հատ մամ ջան։ Բրիս։ Բայց լավ չէր որ ավոկադո չկա։ Չէ, չկար, ստեղ ա լինում вообще-то։ Այն մեծ պաչկեկովը ինձ դուր ա գալի։ Մամ ջան մի քանի հատ։ Դե լավ Սերժը գնում է, կողքի խանութից համել թող մի քիչ էլ է դրանց աշխատացնի։ Սիրելիներս, հիմա ձեր Անահիտը չկան, այս հացի բուլկեղենի կողքով գնում այն, կայան ոչինչ պետք չէ այստեղ։ Գնացինք որ բժիշկիս համար բան գնեմ, այդ ինչա նվեր փակել որ ես պապիկի դեմքը չնկարեմ, սխտոր ունեմ։ Գիտեք, եկեք մի հատ այս բազուկից վերցնեմ։ Այս 3 հատով սխտոր ունենք, սոխը ունենք շատ։ Մամ գազարը ստեղ է, մամ ջան։ Մամաշա, գազարը ես երևի թե սս կիլոյով վերցնեմ, մի վարկյան, որ ջան, ես գնեմ այս կաղամբներից, այս կաղամբը կոչվում է, կաղամբը Բրյուսել սրանից, այս պուաղոներից գնեմ մի անգամից, պատրաստի կտրտած, կամ սրանից երևի գնենք, հա, ամենաճիշտը սա է։ Եկեք սրանից գնեմ, գազարի գինը 1.69 է, իմանաք էլի, մեր մոտ ինչ արժի, ձեր մոտ ինչ արժի, մի հատ ծաղկա կաղամբ, այսօր բանջարեղենների վրա եմ նստած արդեն, որովհետև Աջան, բանջարեղենները ամենալավը այստեղ է, հələ տես բղոկոլիներն ինչ գեղեցիկ են, այն որ Սերժը բղոկոլի էր բերել դեղին, լրի դեղնած, Կաբաչկայի կարիք չունեմ, քանի որ, մամ, մեր հայկական լոբիները, մամ։ Տունը լիքն է լոբին ուղակի սենց էլ տեղու սթար չկա։ Պամիդոր, հիմա ես գիտեք ինչ եմ, հաջան։ Հա, 2 հատ բղոկոլի վերցեցի, պամիդոր եմ նայում։ Հա, 2 հատ է դու վերցա, մեռնում արևիտ։ Վերցա։ Ես գիտեք, որ պամիդորներն եմ սիրում կոկտել, բայց քանի որ կոկտել չկա, ղոնդը, տոմատ ալոնժե մաղոկ, նո։ Անձիվ են հետևներ, մամ, հետևն է անձիվ, ստեղ անձիվ չկա։ Ինչ ասա։ Սալատից եմ տոպրակով։ Որից։ Կաղամբից։ Եկեք սրանից ես վերցնեմ, լավն ասա։ Այս բիբարներն են լավ, այս փոքրիկ։ Մի 2 հատ վերցնեմ, որտեղ սրանք ես ուտում եմ որպես առանց բանի։ Հես են կարմիրները, մամ։ Լավն է շատ։ Սալատ։ Մաշ կա, մամ, քո սիրած մաշերն են։ Սպանախ։ Սպանախ է ինձ պետք։ Շատ, ես շատ եմ սիրում 2 հատ սպանախ, որից մեռնեմ արևիտ։ Հեսա, մամ, 3 հատ, հա, սուքրինները, անդիվ կարիք ունես անդիվի, մամ։ Հա, անպայման։ Արի, անդիվ էլ տամ քեզ, շատ լավն է, լավերը ջոգի։ Առ մամ ջան, այս ընտիր է այս անդիվները,
Լեքլերից։ Չէ, չկա կիլո։ Ման ստեղա բանջարեղեն ընդեղ չկա։ Ստեղ կիլոյով չկա բանում այդ ալդիում։ Գնացինք երեխեք ջան։ Էսի ոնց որ poivron vert allongé piquant։ Մամ, կծույա։ Չէ, էսի է կծում։ Էսի է կծում։ Հա, էսի հավերցը։ Հա։ Ահա սիրելիներս, մենք մայրիկն դեղը գալիս է հետևիցս, այսպես ամեն ինչ անում եմ, որ ինքը իրան զգա լավ։ Ուրեմն, քանի որ ես շատ եմ օգտագործել։ Սա ինչա, խոս չեմ ուզում։ Այստեղից ես միշտ չեմ գնում, գրիվ այդ կերպ գնանք Լեքլերից անգամից թարմ։ Ինչ եմ ստացել, այս հարթուկներից եմ ստացել եղեք լիդել։ Նրանք ովքեր կցանկանան, թող գնան գնեն։ Չնայած ամենալավը կալորն է, ասեմ ձեզ իմացեք։ Գործիքներ ինձ պետք չի։ Հիմա անցանք այս բաժինները։ Սա խոզ է, մամ։ Երեխեք ես խանութից ոչ հիմա շատ չպետք է առնենք։ Հեսա իմ մեր գնումները վերջին րոպեին մի քանի բան էլ ավելացեցի, սրանցից եմ գնել։ Ուրեմն սա սերիալներ են, արդեն պատրաստի, որ այս հիմա ձեզ ցույց տամ, ուրա ինձ խոմաժ բլան, այս բան տվարոգ է ինքը 0% եմ գնել, որ շատ գերանանք։ Ահա սիրելիներս ավարտված է ամեն ինչը չէ, որտեղ գնում ենք հիմա այն մյուս խանութը։ Մամա կամաց։ Սեբուն, հա, գնա։ Ես ասես մեքենան շուր էր գալիս։ Հիմա տեղավորենք այս ամեն ինչը։ Հիմա գնելը մի պրոբլեմ է։ Տեղավորելը մյուս պրոբլեմ է։ Իջացնելը մյուս պրոբլեմ է։ Բայց այս կասայի մոտ արդեն լրիվ դասավորել էի, որ ըստ բանի, որը որ գնում է սառնարան առանձին, որը որ գնում է պահեստասենյակը առանձին։ Պես որ Սերոժի համար շոկոլադ եմ գնել, 2 հատ, մեկը տրուֆել, մյուսն էլ մոնշերի բան էտը, ինչ են ասում, ասեք դուք, ալկոլով, գիլասի էլ, բանի նոր տարվա պատետավորման համար այս թղթերը դնեմ սրա մեջ անձեռնոցիկ եմ գնել սրացից մնացածն էլ ինչ կդնենք մեքենա մեջ որտեղ այս գազի բալոնը պիտի տեղավորվի գազի բալոնը չմոռանանք ջոկով գնացիք սիրելիներս ժողովուրդ ջան, եկել ենք այս խանութը, մսի խանութ, ես սրանցից եմ ուզում նոր տարվան բանի սուրբ ծնունդին պատրաստեմ, սա այդ սագի եդոշերն է, սա է երեխեք այդ ֆուագրան, սա ամբողջը բան է, այդ սագեր, խոզ, խանութը, այս խանութը շատ եմ սիրում, շատ լավն է, սրանք ֆրիտոններն են, որ գնացել էինք ուտելու, հիմա գնանք նվերների կողմը, եթե կհետաքրքրի ձեզ միսը, մսի մոմենտները, սրանք լրիվ պոլուֆաբրիկատներն են, մսերը, մաման տավարի ոտ էր ուզում, ունի մի հատ գա հարցնենք, տեսնենք ես խոզի ոտա, թե տավար, գրած, պիե դը քո, չեր գրած ինչ ոտ, այլա գա հարսեմ, տեսնեմ տավարի ոտ կունենան, Սենց ժողովուրդ ջան, լեզուն 6.20, սիրտը 6.20, ականջները 6 եվրո, բայց անք չգիտեմ խոզի է, թե տավարի, չեն գրել երեխեք, իստով այս կողմը խոզն է,
Այս կողմն է տաղարը։ Խոզի ոտներ, տոտիկներ չեն ուզում։ Մամայի սիրտը խաշ է ուզում, հենց տեսնեմ սրանց մոտ կա։ Տավարի մսերը 11.90, 22, 70, 25, բանա, սա բանա, գառան կողնա։ Մաման շատ է սիրում գառ, բայց ես չեմ սիրում։ Մի օր գամ իր համար գնեմ, որովհետև ինքը լավ սարքում է։ Հիմա ես եկել եմ նվեր առնելու, շեղվել եմ, ձեզ էի ուղղակի ցույց տալիս։ Սիրելիներս գնացինք Զամբյուղը եւ հիմա գնում ենք տուն։ Մամ ջան, Զամբյուղը գնացի։ Այդ կնոջն ասեցի, սիրելիս, կարող ես ինձ թողնել 2 գինու տեղ։ Դրա համար որ տեսար վերեդրես մեքենայի մեջ, ասեց, այս 2 կողքս էս ցիցեր թողե բացված վիճակում, ասեց այդ 2 կողքը ինադեմ արել, ասի ապրես սիրելիս։ Հետո ուրեմն ինչ վերցեցի մի հատ ֆուագրա, մի հատ կանախի այդ վիզը ֆարշը ստարած մեջը ֆուագրա էլի, պաշտետը մի քիչ ֆուագրա, ոբշեմ ֆուագրայի վրա եմ նստեցել այդ մարդուն, մի հատ կոնֆիտյուր բանի, այդ պուճուր այդ որպես սիմվոլիկ բանի թզի, մի հատ կոնֆետ, չէ ես սիրուն չիմ բանկան, մի հատ բան, մամ ջան անինչամ, մի հատ կոնֆետ, մի հատ պեչենի, որպեսզի ինքը լինի քաղցր եւ աղի, էլի, ու մի հատ էլ ֆրիտոն ֆուագրա, կանախի ֆրիտոն ֆուագրա, ռիետը ֆուագրա, վերջը լրի ֆուագրայի վրա եմ նստացած, Զամբյուղն էլ ասեց, ես գույնն ասեցի շատ լավ է, տղամարդու եմ նվեր տալիս, ոսկե գույն չանես, թող կարմիր լինի։ Հես այրեխեքյան, մամայիս լավ պահելու համար, բժիշկը ենքան լավ մարդ է մեր, շատ լավ մարդ է, ես ձեզ բացատրեցի, որովհետև… Ուրեմն ես ներվա ամիսներին, անայդ ինձ չի տանում իրանց մոտ։ Թույլ չեմ տալիս։ Տունը ասվակ այդ կորոնաներ շատ կա, գրիպներ շատ կան, պիտի գրած նստես են միջանցքում, որպեսզի միջև ժամանակը լինի, որ մտնես։ Դրա համար է բժիշկին տուն է հրավիրում։ Քանի հնարավորություն ունենք, մամ ջան, այս մարդը շուտով թոշակիկը կնա, շատ լավ մարդ է, շատ հասկացող, ընտանիքասեր, հասնող, ընկերասեր, որպես ընդունում Անահիտին իր լավ ընկերը, լավ բարեկամը։ Ընտանեկան բժիշկն է մեր, իրոք դա կոչվում է ընտանեկան։ 20 քանի տարի է, մենք եկանք այդ համարը արդեն 22 տարի է ինքը իմ բժիշկն է։ Մամ, ես չես կապել գոտիդ։ Սատիկ ջան, это же германացի։ Զանգ Кричит։ Իսկ ասում է չէ զանգը հարում։ Ու այս արևը որ ընկնում աչքիս, երեխեք էս լույս ընկավ աչքիս, վերջ արդեն։ Ահա որ կուրացնում է։ Ահա եւ ավարտվեց մեր բլոգ այսօրվա։ Եվս մեկ օր մոտեցավ իր ավարտին։ Ամենակարևորը, որ ուրախ անցկացնենք մեր օրը։ Թեկուզ բոլորս էլ ունենք հոգսեր, բոլորս էլ ունենք մեր խնդիրները, բայց պետք չի ցույց տալ։ Երբեմն նեղվում ենք, երբեմն տխրում ենք, երբեմն ցանկանում ենք ուղակի բղավել, երբեմն ուզում ենք ծիծաղալ, երբեմն էլ ցանկանում ենք լացել, բայց այդ ամեն ինչը կյանքն է։ Այո, դա կյանքն է, ինչպես ֆրանսիացիներն են ասում, c'est la vie։ Եվ մենք այդ ամենը պետք է զգանք, գրկենք եւ ուրախանանք, որ ապրում ենք։ Համբուրում եմ ձեզ սիրելիներս, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ ձեր Անահիտը այս հրաշալի ճանապարհներով ասում է պակա, պակա։